Եթերում հեռանկարն է։ Երևանը մշտապես իրականացվող փոփոխությունների կիզակետում է։ Դրանք արտահայտվում են տարբեր բնագավառներում, բայց որոնք են դրանց առանձնահատկությունները եւ ինչ է փոխվել մայրաքաղաքային կյանքում։ Այս եւ այլ հարցեր կքննարկենք Երևանի ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի հետ։ Շնորհակալություն, պարոն Գալջյան, մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ։ Դուք երկար ժամանակ աշխատում եւ հետեւում եք այդ խնդիրների լուծմանը եւ այլն։ Որոնք են այն առաջնահերթությունները, որ դուք հիմա կառուցնացնեիք քաղաքի կառավարման հարցում։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Վերջին շրջանում շատ է քննարկվում Երևան քաղաքում իրականացվող տարբեր աշխատանքներ, նաև քննադատության առարկա է դառնում շատ աշխատանքներ եւ հանրությունը որոշակի ապատեղեկատվություն է ստանում այդ աշխատանքների իրականացման շուրջ, չնայած նաև վստահ եմ, որ վերջում շատերը բակում ինչ որ աշխատանք է կատարվում, տեսնում են եւ հասկանում, որ այդ ամեն ինչը իրականում այնպես չի, ինչպես շատերի կողմից ներկայացվում է։ Հիմնական ուղղությունները այս ժամանակաշրջանում դա բակերում կատարվող աշխատանքներն են, հարյուրավոր բակեր բարեկարգվում են ամենօրյա ռեժիմով եւ անընդհատ այդ բակերի բացման միջոցառումներ են տեղի ունենում, հիմնական մասը կլինի ամառանու եւ աշնանշրջանում։ Եվ այդ աշխատանքների հետ կապված հաճախ լինում են հրապարակումներ, քննադատություններ, որոնք որ ինչ որ տեղային խնդրի մասին են խոսում, օրինակ 100 բարեկարգվող բակից ընտրվում է 1-2-ը, որտեղ ինչ որ խնդիր կա եւ դա դառնում է մամուլի հիմնական պատտվող ինֆորմացիան, իսկ այն հիմնական աշխատանքները, որոնք որ իրականացվում են, դրանք մնում է ստվերից դուրս, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ ցանկացած շինարարական աշխատանքի մեջ դա անխուսափելի բան է, նույնիսկ երբ որ մենք բնակարան ենք վերանորոգում, խնդիրներ առաջանում են, ելուր մնաց, որ հարյուրավոր բակերի կամ մանկապարտեզների վերանորոգման մեջ ինչ որ խնդիրներ չլինեն եւ այստեղ հիմնական ապատեղեկատվությունը, որ տարածվում է, դա քաղաքապետարանի կողմից հատկացված գումարների եւ կատարված աշխատանքների մասին է, այսինքն ներկայացվում է, որ եթե ինչ որտեղ ինչ որ աշխատանք թերի է, ապա այն ամբողջ 100 միլիոնավոր դրամները, որ տրվել են, դրանք մսխվել են, դա իրականում այդպես չի, որովհետև կա կատարողականի ծավալներ աշխատանքի դիմաց քիչ-քիչ վճարվում են, ոնց որ մենք բնակարան վերանորոգելիս մեր բնակարան վերանորոգողին քիչ-քիչ ենք գումարը տալիս կատարած աշխատանքի, նույնն էլ քաղաքապետարանն է անում, տեսնում է կատարված ծավալը եւ դրա դիմաց վճարում է, որ մասը որ կատարված չի, պարտադրում է որ շտկեն, հետո նոր գումարը բացաթողում կամ առհասարակ սև ցուցական անցկացնում այդ ընկերության։ Մենք մյուս խնդիրներին դեռ կանդրադառնանք, բայց հիմա անդրադառնանք ավականու վերջին նիստում հնչած շատ կարևոր մտքին, երբ որոշում կայացվեց, որ պետք է հանձնաժողով ստեղծվի քննիչ, որը պետք է դիտարկի մանկապարտեզների, դպրոցների օտարման այդ կարգը եւ իրականացումը։ Դա երբ է գործելու, ինչ սկզբունքներով եւ ինչը հիմք հանդիսացավ դրա համար։ Հիմք հանդիսացավ նախորդ նշածած պատճառները նաև, քանի որ մեր հանրությանը մատուցվում է, որ քաղաքի մանկապարտեզների, որոնք որ նոր են բարեկարգում, հիմնանորոգում կամ զրոյից կառուցում, դրանք պատշաճ չեն իրականացվում, որը իրականությանը գրեթե կապ չունի, բայց մենք նաև ուզեցինք, որ մեր հանրությունը ամբողջությամբ պատկերացում կազմի ինչ ա եղել Երևան քաղաքի կրթական հաստատությունների հետ, մասնավորապես մանկապարտեզների տարածքների շենքերի, որոնք որ 2000-ականներին, 90-ականների վերջին եւ 2010-ականներին, հիմնականում 2000-ականներին օտարվել են, տրվել են տարբեր մասնավոր անձանց եւ հիմնական շատ հաճախ նաեւ պաշտոնատար անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց, որոնք որ կապված են նախորդ իշխանության ներկայացուցիչների հետ եւ մենք որոշում կայացրեցինք, որպեսզի երևանցիները ամբողջ պատկերացումը կազմեն այս ամենի մասին, ստեղծել ավականու քննիչ հանձնաժողով, քննող հանձնաժողով, որը որ կուսումնասիրի այս բոլոր գործերը, կհրապարակի ովքեր են օտարել, ում են օտարել այդ տարածքները, որի արդյունքում հազարավոր երեխաներ ամեն տարի զրկվել են մանկապարտեզ հաճախելու իրավունքից եւ այսօր մենք միջև այսօր ունենք հերթի խնդիրներ, ինչ գնով են օտարել, ինչ նպատակով են օտարել եւ այդ տարածքները հիմա ում են պատկանում եւ նաեւ շատերը սկսում են այդ տարածքները վերավաճառել արդեն թանկ գներով,
այսինքն էական վնաս են պատճառում համայնքին, Երևան քաղաքին, այսինքն երևանցիներին։ Եվ այս նպատակով այդ հանձնաժողովը ստեղծվել է, որը որ կգործի արդեն կարելի ասել այսօրվանից, բայց հիմնական հուլիս ամսվից աշխատանքները կսկսեն 6 ամիս ժամկետով, հանձնաժողովում պետք է ներառվեին ավագանու բոլոր խմբակցությունները, իշխանական եւ ընդդիմադիր, բայց ցավոք սրտի ընդդիմադիր Մայր Հայաստան խմբակցությունը հրաժարվեց մասնակցել, ենթադրում եմ, որ դա կապված էր մտավախությունների հետ, որ դա իրենց թիմակիցներին էր վերջում, իրենց թիմակիցների ուղղությամբ այդ բացահայտումները տանելու, իսկ ազգային առաջընթաց խմբակցությունը մասնակցի, այսինքն փաստացի քաղաքացիական պայմանագիր եւ հանրապետություն խմբակցություններն են հիմնական աշխատելու այս հանձնաժողովում այդ բացահայտումներով զբաղվելու եւ նաեւ հանրային ձայնն է մասնակցելու եւ ազգային առաջընթաց խմբակցության մեկ ներկայացուցիչ եւ սա տևական աշխատանք է լինելու եւ նաեւ հրապարակային է լինելու այս աշխատանքը։ Արդյոք այն, որ այդ ոչ բոլոր կողմերն են լիարժեք ներկայացված լինելու նոր քաղաքական շահարկումների տեղիք չի տա։ Ինչպես պետք է վերաբերվել դրան։ Բնականաբար դա իրենց կողմից ներկայացում է, որ սա արվում է քաղաքական նպատակներով, դա ամենևին այդպես չի, դա ընդհանրապես կարող է կոմպոնենտներից մեկը լինի, որովհետև եթե մենք ուզում ենք մեր հանրությանը ցույց տալ ճշմարտությունը, բնականաբար այդտեղ կա որոշակի քաղաքական նրբերանգներ, բայց բացի քաղաքականից նաև կա իրավական գործընթաց, կան դատախազությունում հավելված վարույթներ մի շարք դեպքերի հետ կապված եւ վստահ եմ որ դեպքեր կան որոնց մասով դեռևս իրազեկված չի հանրությունը կամ իրավապահ մարմինները դեռ գործողություն չեն սկսել մենք մեր մասով պարտավորություն ենք վերցնում դրանով զբաղվելու եւ համայնքին պատճառված վնասը արձանագրելու եւ դրա մասին հանրությանը տեղեկացնելու համար Աշխատանքը հետևյալն է սկզբում տեղի ունենում ուսումնասիրությունը հրապարակում եւ դրան հետևելու են իրավական գործընթացներ եթե դրան հրաժեշտությունը կա դրան հետևելու է զեկույց որը հրապարակվելու է որը կներկայացվի ավականուն եւ եթե ի հայտ կգան փաստեր որոնք որ ենթադրում են իրենց մեջ հանցակազմ դրանք կողարկվեն արդեն գլխավոր դատախազություն Պարոն Գալջյան անդրադառնալով վերջին շրջանի ամենաշատ քննարկվող հարցին տրանսպորտին Դա տեղի ունեցավ որոշակի փոփոխություն միասնական համակարգի հիմա եթե դուք ամփոփեք ինչպիսի խնդիրներ եք հիմա տեսում եւ ինչպիսի լուծումներ եղան Խնդիրները դեռևս կան որոշակի տեխնիկական բայց հիմնական խնդիրը այս պահին դա հավաքագրման հետ է կապված որը որ մոտավորապես 80% օգտվող քաղաքացիները վճարում են ինչը կարծում եմ շատ լավ արդյունք է իրականում, որովհետև եթե հաշվի առնենք, որ ընդդիմությունը պլանավորում էր բոյկոտ, իսկ բոյկոտ նշանակում է, որ պետք է այնպիսի ծավալի չվճարումներ լինեն, որ իշխանությունը ստիպված հասկանա, որ սա իսկապես հանրությունը չէր ուզում, անկախ բոլոր բացատրություններից եւ հետ քայլանի, բայց անգամ 50%-ին մոտ էլ չէր իրենց բոյկոտը եւ այսպես մենք որևէ մեկին տուգաներ, առանց որևէ մեկին տուգանելու քաղաքացիների 80%-ը վճարում է, այնտեղ մի որոշ տոկոս կային 20%-ի մեջ որ ինչ-որ տեխնիկական մարդությունների են բախվում, բայց այդ ամեն ինչը արձանագրված է եւ նաեւ որոշակի մեխանիզմներ կներդրվեն առաջիկա, ազգային ժողովը կքննարկի տուգանքի նախագիծը, բայց ելի եմ ասում, քաղաքացիները առանց տուգանվելու վճարում են եւ դա շատ լավ պատկեր է իրականում, բայց կա որոշակի փոքր խումբ, որը որ գիտի որ պատասխանատվության չի ենթարկվելու չի վճարում եւ քաղաքացիների մեծ հատվածում դա դժգոհություն է առաջացնում դրա համար ազգային ժողովը շուտով կքննարկի օրենքի նախագիծը եւ նաեւ միջոցներ են կիրառվելու հետեւյալ ուղղությամբ որ ավտոբուսների մեջ տեղադրված սարքերն են ավելացվելու որովհետեւ հաճախ քաղաքացիները ֆիզիկապես չեն հնարավորություն մոտենալ եւ վճարել դրանք կավելացվեն եւ նաեւ թղթային վճարման տարբերակներ դուրս գալու այսինքն բոլոր պետք է ունենան իրենց բանկային կամ տրանսպորտային քարտերը կամ էլեկտրոնային հավելվածը եւ դրա միջոցով վճարեն եւ ոչ թե ամեն անգամ ստիպված լինեն թուղթը գնել, որը աղբ է դառնում, որը որ նաեւ հաճախ ասում են ապարատի մեջ թուղթ չկար, չտվեց կամ լավ չտվեց, այդ բոլոր խնդիրները վերացնելու համար բոլորը անցնելու են քարտերին կամ էլեկտրոնային հավելվածների միջոցով։ Դա տոմսային համակարգ, գերբեռնվածության խնդիրը լուծվել է կամ ինչպես եք դրան անդրադառնում։ Գերբեռնվածության խնդիրը էական մեղմվել է, որոշակի գծերի վերանայումներ տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանի կողմից եւ սա ոչ միայն այդ ինֆորմացիայի հիման վրա եմ ասում, այլ նաեւ հանրային բողոքը էականորեն քչացել է վերջին շրջանում ես չեմ հանդիպում, ինչ որ գերբեռնվածություն չկա, բայց
էականորեն այդ խնդիրը մեղմվել է եւ մենք աշխատանքներ ենք տանում, որ դրանք առաջիկայում էլի մեղմվեն, մասնավորապես ձեռք ենք բերում 40 նոր տրոլեյբուսներ եւ նաեւ պլանավորում ենք 250 ավտոբուսների ձեռքբերում, բայց դա այս տարի չի լինի, կփորձենք եկող տարվա կամ 26-27 թվականների շրջանակում։ Վերջին օրերին դժգոհության տեղիք տվեց այն նոր ավտոբուսների համար նախատեսված գծերի առանձնացումը, որը քաղաքացիներից որոշ մարդկանց կարծիքով խնդիրներ էր առաջացրել։ Ձեզ տեսաների են այդ խնդիրները եւ ինչպես եք դրանց վերաբերում, ինչպես են լուծումները գտնում։ Այդ խնդիրները տեսանելի են, բայց այսպես ասեմ, դա ընդհանրապես մի փողոցի հետ էր կապված Արգիշտի փողոցի, որտեղ որ արդեն նոր լուծում տրվեց, մասնավորապես ցախ Արգիշտի փողոցից դեպի քաղաքապետարան փակվեց եւ հիմնական հոսքը պետքա գնա եւ վերևի թունելից ներքև իջնի, այսինքն այդտեղ այդ խնդիրը կարծում այդ լուծմամբ կլուծվի, բայց մեր ընդհանուր քաղաքականությունը այն է, որ հանրային տրանսպորտը պետք է լինի առաջնային Երևան քաղաքում եւ եթե անհատական ավտոմեքենաները պետք է դիսկոմֆորտ կրեն դրա պատճառով, ապա պետք է կրեն, ինչքան էլ դա մեզ քննադատություն բերի, որովհետեւ վստահ եմ, որ դա իր դրական կողմ ունի, ավտոբուսի մեջ գտնվող մարդիկ էլ գոհունակություն են ցուցաբերում, ասում են մեր ավտոբուսը իր գծով հանգիստ գնում է։ Այսինքն այստեղ պետք է հանրային տրանսպորտին գերակայություն տրվի եւ առհասարակ փոքր կենտրոնում սահմանափակումների քաղաքականությունը շարունակվում է, կոնկրետ փողոցներ կան, որ միակողմանի են դառնում, կոնկրետ փողոցներ կան, որտեղ կայանում արգելվում է եւ նաեւ պետքա Երևանի փոքր կենտրոնը դառնա վայր, որտեղ մարդիկ կամ կգերադասեն քայլելով տեղափոխվել փոքր կենտրոնի մեջ կամ մետրոյով կամ այլընտրանքային փոխադրամիջոցներով, այսինքն մենք այս քաղաքականությանն ենք գնալու եւ կոչ եմ անում երևանցիներին, հատկապես փոքր կենտրոնում բնակվող կամ փոքր կենտրոնում գործունեություն ծավալող կամ ամենուր այնտեղ տարբեր պատճառներով լինող մարդկանց տրամադրվել, որ ավտոմեքենայով, անհատական ավտոմեքենայով փոքր կենտրոն գնալով դառնալու անհարմարավետ եւ այլընտրանքային ավելի լավ լուծումների անցնել, ոտքով քայլել կամ մետրոյով շրջել կամ այլ հեծանիվով կամ եւ նաեւ այդ առումով էլ ենթակառուցվածքներ բնականաբար պետքա ստեղծենք։ Ավականու վերջին նիստում նաեւ երկու ուրիշ խնդիրների մասին խոսեց, մասնավորապես մեկը օդի աղտոտվածության մասին եւ դրանում մեքենաների դերի, հա, եւ առաջարկ եղավ նույնիսկ դիմել կառավարություն կատալիզատորների հետ կապված հարցը։ Սա ինչպես եք դիտարկում։ Ինչ պետք է արվի։ Այդ խնդիրը բնականաբար կա եւ իմ նշած պատճառներից մեկը ինչ ենք ուզում փոքր կենտրոնում սահմանափակումների գնել, նաեւ օդի աղտոտվածության հարցն է, որովհետեւ գիտենք, որ դրա մեծ մասը այդ դրա պատճառի մեքենաներից արտանետված նյութերն են եւ կատալիզատորների հետ կապված խնդիրը նույնպես պետքա որոշակի խիստ մոտեցում դրվի եւ տեղզնություն անցնելուց դա լինի պարտադիր պահանջ կամ այլ ֆիլտրներ դրվեն, որպեսզի այդ խնդիրը լուծվի, բայց նաեւ հիմնականում մենք հրախուսում ենք, եթե ավտոմեքենային վարում էլեկտրական ավտոմեքենա վարեն, ըստ այն նաեւ կայանատեղին անվճար այդ մեքենաների համար պետությունն է որոշակի արտոնություններ սահմանում, այդ առումով նույնպես ունենք անելիք եւ նաեւ շինարարություններում այդ ցանցերի խնդիրը ունենք, այսինքն ոչ թե խնդիրն ունենք, այլ ունենք այդ նորմը, այդ պահանջը մոտ 1 տարուց ավելի ինչ սահմանված է Երևան քաղաքում, դրանից առաջ առհասարակ այդպիսի պահանջ չկար նորմերով սահմանված եւ հիմա մենք պարբերաբար հետողական ենք լինում, որ այդ նորմը պահպանվի, անդադար տուգանում ենք շինարարներին եւ այդ խնդիրը բայց դեռևս կա, երևի պետքա տուգանքի չափերը մեծացնել։ Կան արդյոք չափումներ, այ մինչև այդ օրինակ նշանակել այդ կարգը եւ դրանից առաջ ինչպիսի տարբերություն կա։ Տեսեք, մենք տեղադրեցինք մի քանի օդի աղտոտվածությունը չափող սարքեր, որից հետո ամեն շաբաթյա ռեժիմով ֆիքսում ենք այդ չափերը, օրեր շրջան կա, որ լավ է օդի ցուցանիշը, շրջան կա, որ վատ, դա նաև եղանակային պայմաններով է պայմանավորված, բայց պետք է այդ ուղղությամբ աշխատանքներ տանենք բնականաբար։
Եվ ինչպես ասացի, ավականու նիստում նաև խոսվեց որոշ հասցեներում այ պատասխանատուների հետ կապված խնդիրը, մասնավորապես օրինակ, եթե ջրմուղի հետ կապված խնդիր է առաջացել եւ Վիոլիա Ջուրն ասում է, որ դա իմ պատասխանատվության տարածքը չէ եւ դա նաև քաղաքապետարանի պատասխանատվության տարածքը չէ, բայց քաղաքացու համար խնդիր է առաջացել։ Այս նման իրավիճակներում ինչպես պետք է վարվել, ով է պատասխանատու լինելու խնդիրը լուծելու համար։ Դե իրականում դա մի քիչ բյուրոկրատական խնդիրների որոշակի փունջ է, որը ոչ է ուզի քաղաքացիներին շատ ծանրաբեռնել, որտեղ մարդկանց հետաքրքրում է ջուրը եւ ոչ թե ջուրը ոնց է իրենց հասնում, բայց այստեղ որոշակի հարցեր կան, որոնք որ պետք է հստակեցվեն, այսինքն հաճախ քաղաքապետարանին քննադատում են ինչ որ բաների համար, որոնք որ իրականում քաղաքապետարանի բուն պարտականությունը չի, բայց քանի որ քաղաքում է ավտոմատ քննադատվում է քաղաքապետարանը, այս առումով պետք է հստակեցում մտցվի, թե կոնկրետ այդ խողովակաշարը որպես գույքում է պատկանում, ով պետք է դա վերանորոգի, պետությունը, Վիոլա Ջուրը, որտեղ այնտեղ ներդրումների հարց կա, բայց Վիոլա Ջուրի հետ գիտեմ, որ բանակցություններ իրականացում են նաև կառավարության ներկայացուցիչների հետ համատեղ եւ կարծում եմ այդ խնդիրը առաջիկայում ավելի կպարզեցվի եւ դրա լուծումները ավելի պարզ կլինեն մեր քաղաքացիների համար։ Դուք փոքր-ինչ խոսեցիք ընդհանրապես Երևան քաղաքի զարգացման միտումների մասին։ Քաղաքը ոչ միայն քաղաքացիների, այլև զբոսաշրջիկների համար է, ովքեր գալիս են մեր քաղաք։ Ինչպիսին պիտի լինի օրինակ առաջիկա 5 տարվա ընթացքում քաղաքի զարգացման ուղղությունը, հա, ինչ ենք մենք տեսնում, ինչպիսին է լինելու հարմարավետությունը։ Տեսեք, հարմարավետությունը ես շատ եմ տեսնում սոցիալական ցանցերում, թե ինչպես զբոսաշրջիկներ են գալի եւ սկսում գովաբանել Երևան քաղաքը ու դա ինձ մի տեսակ համ ուրախացնում է, համ տխրեցնում է, որովհետեւ ոնց ենք վերաբերվում մենք մեր քաղաքին կամ ոնց ենք խոսում մենք մեր քաղաքի խնդիրների մասին եւ ոնց են խոսում զբոսաշրջիկները, դրանք շատ տարբեր են, այսինքն մենք միայն վատն ենք տեսնում, վատի մասին ենք խոսում, նկատի ունեմ Երևանում ապրող մարդիկ կամ մի շարք մարդիկ առնվազն, իսկ զբոսաշրջիկը գալի եւ ոչ միայն տեսնում եւ ուրախանում է, այլ նաեւ հրապարակում է իր էջում այդ ամեն ինչը ու այդտեղ հարցը առաջանում արդյոք մենք ունենք այդպիսի խնդիրների ծավալ եւ արդյոք զբոսաշրջիկների համար Երևանը հարմար է թե չէ։ Իմ կարծիքով շատ հարմար է, որովհետեւ այն հոսքը որ կա զբոսաշրջիկների անկախ որ եղանակին դա միշտ կա, դա նա խոսում ներասին որ Երևանը շատ զարգացող քաղաք է եւ վերջի տարիներին էական փոփոխություններ ա կրել, շատ աշխուժ քաղաք է, ի տարբերություն մի շարք այլ զարգացած քաղաքների, որտեղ մենք ժամը 8-ից 9-ից հետո կարող ընդհանրապես կյանքը կանգնի, իսկ մեր մոտ նոր է սկսում այդ ժամին կյանքը, այդ առումով Երևանը կարծում եմ շատ զարգացած եւ նաեւ կենսունակ քաղաք է ու հարմարավետության առումով մենք նաեւ մտածում ենք էլեկտրոնային նոր լուծումներ, որոնք որ քաղաքացի թե Երևանի բնակիչներին, թե նաև օտարերկրացիներին հարմար կլինի շփվել Երևանի քաղաքապետարանի հետ, ստեղծվելու է առաջիկայում հավանաբար երկուշաբթի օր դրա մասին կհայտարարվի ես հարթակը, որը որ քաղաքապետարանի բոլոր ծառայությունները մեկ տեղում է լինելու, այսինքն մեկ էլեկտրոնային հարթակում եւ մարդը քաղաքապետարանի հետ շփվելուց մեկ հարթակի հետ շփվելու առանց քաղաքապետարան հասնելու, այսինքն բոլոր ծառայությունների թույլտվություն ստանալու կամ վճարումներ իրականացնելու համար ինքը տնից կարող է այդ ամեն ինչը անել, նաև կստեղծվի առաջիկայում հավելված, ոնց օրինակ մարդը բանկի հետ շփվում, նույն ձև կսկսի քաղաքապետարանի հետ շփվել եւ հարմարավետ լինել, այսինքն շատ հատուկ այդ դեպքերում պետք կլինի, որ մարդը ֆիզիկապես հասնի քաղաքապետարան կամ վարչական շրջանի շենք։ Շնորհակալություն, պարոն Գալջյան, ես հիշեցնեմ իմ զրուցակիցը Երևանի ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն էր։